Մինչև փառաբանության անցնելը ես ունեմ միայն շատ գեղեցիկ բանաստեղծություն, որ ամսի 4-ին եմ ստացել։ Ուզում եմ, որ մենք միասին լսենք ու փառաբանենք հաղթական ձևով։ Ամեն։ Այն կատարվեց խաչի վրա, նախ փառավորվեց ու անարգվեց, բայց համբերեց, որովհետև քեզ շատ սիրեց, նա մահացավ, դժոխքում 3 օր պատերազմեց, հաղթանակով վեր համբարձվեց, նստեց գահին, հոր աջ կողքին, բարեխոսի ու զորացնի եկեղեցին, դու վստահիր ով Աստծո մարդ, նա կգա քո հետևից, եթե մնաս հավատարիմ նրա կանչին, ավետաբերդ, դու միշտ քայլիր ու քարոզիր բարի լուրը, Աստծո սիրով ու հավատով դու միշտ վարվիր, տոնենք այսօր հարությունը մեր Հիսուսի, մեր Տեր Փրկչի, փառաբանիր ամբողջ սրտով, ցնծա, գոչիր ու միշտ հիշիր, նա հարություն է արել, մեր Տերը գերեզմանում չէ, նա հաղթեց մահին, նա սիրեց քեզ, նա ներեց քեզ, նա ընտրեց քեզ, Փառքը ամբողջ, մեծությունը, գոհությունը նրան լինի, լույս ճառագի մեր սրտերին, ամեն, եկեք պատվենք Աստծուն։ Մեծարենք Աստծուն, Տերը մեր արժանի է, զորավոր արքան հարություն է արել, սուրբ է և արդար, ողորմած ու բարի է, Տերը մեր նոր կյանք է մեզ շնորհել, մեծարենք Աստծուն, Տերը մեր արժանի է, զորավոր արքան հարություն
Հիսուս, ցնծում ենք քո հաղթանակի համար Տեր, որ տվել ես մեզ, որ տվել ես մեր անձերին Հիսուս։ Ցնծում ենք Տեր, Good
Տեր թագավորին նա կեթանի է նա կեթանի է նա ապրում է միշտ մեզ հետ նա կեթանի է նա կեթանի է եկեք տոնենք հարությունը նրա նա կեթանի Չավ և կույսից ծնվեց որդիդ Հիսուս փրկիչը Հավատում եմ Հայր Աստծուն Հավատում եմ Քրիստոսին Հավատում եմ Սուրբ Հոգուն Երրորդությանը Սուրբ Հավատում եմ հարությանը Քեզ հետ կապրեմ հավերժ Եվ հավատում Հիսուսի ավան
Հիսուս քեզ պես Տեր արժանի ես Տեր արժանի ես Չկա մեկը Հիսուս քեզ պես Տեր արժանի ես Տեր արժանի ես Չկա մեկը Հիսուս քեզ պես Տեր արժանի ես Տեր
Փառքեզ մեր Տեր։ Մեր Տերը հարություն է առել։ Նա գերեզմանում չի մնացել։ Եվ ավելին ասեմ, նրա հարության հետ շատ սուրբեր հարություն առան ու մտան սուրբ քաղաքը, այդպես է գրված։ Գերեզմանները բացվեցին եւ Տիրոջ սուրբերը հարություն առան։ Թող հարություն առի մեր կյանքում ամեն մեռած բնագավառները Հիսուսի անունով։ Թող գա Տիրոջ փառքը։ Այս կարիքների վրա Տեր կանչում ենք քո սուրբ արյան զորությունդ։ Թող գա Տեր իմ Աստված քո բժշկարար կենարար ջրերը հոսեն մարդկանց կյանքերի մեջ ու բերեն բժշկություն, ազատագրություն, փրկություն ու բարգավաճում կյանքի բոլոր բնագավառների մեջ։ Թող այստեղից միայն Տեր շնորհակալություններ բարձրանան եւ վկայություններ բարձրանան քո անունի եւ քո փառքի համար։ Հավիտյանս, հալելույա, ամեն։ Երեխաներին կանչենք օրհնենք, երեխաներ ջան եկեք, որովհետեւ Հիսուսն ասեց իր աշակերտներին՝ մի արգելեք երեխաներին, որ գան։ Թող գան երեխաները Տիրոջ տուն ու զորանան Տիրոջմով ու լցվեն Տիրոջ փառքով ու իրանց կյանքի ամեն օրը թող Տիրոջ Սուրբ Հոգին նրանց հետ լինի, նրանց հաղորդակից լինի, օգնի նրանց, զարգացնի ու մեծացնի ու լցնի իր Սուրբ Հոգով եւ իր աստվածապաշտությունով եւ Տիրոջ երկյուղով եւ օրհնում ենք բոլոր մանկական ծառայողներին եւ օրհնում ենք այս բալիկների ծնողներին Հիսուսի զորավոր անունով, ամեն։ Կարող եք բարձրանալ վերև, երեխաներ ջան, Տեր օրհնի։ Զոհաբերության խոսք եմ պատրաստել եւ կկարդամ Մարկոս ավետարանի 14 գլխի 3 խոսքից։ Եվ երբ որ Բեթանիա էր Սիմոն Բորոտի տանը սեղան նստած, մի կին եկավ եւ մի շիշ ազնիվ թանկագին նարդոսի յուղ բերեց եւ շիշը կոտրեց նրա գլխի վրա թափեց։ Այսինքն Հիսուսն էր այնտեղ եւ այս կինը բերեց եւ Հիսուսի գլխի վրա թափեց, գրված է։ Ինչպես որ բայց կային ոմանք, որ նրանց մեջ դժվարացան ասելով, ինչու համար եղավ յուղի այս կորուստը, որովհետև կարելի էր դրան 300 դահեկանից ավելի թանկ ծախել եւ աղքատներին տալ եւ շատ հանդիմանում էին այն կնկանը։ Այսօր էլ կան մարդիկ, որ կարող են հանդիմանել, ինչ եք տանում եկեղեցի, խափում են, վերցնում են, էս են անում, են անում, բայց մենք ամեն տարվա վերջ լսում ենք հաշվետվությունը, թե ինչպես է ու ուր է ծախսվում եկեղեցու գումարները։ Այնպես որ թող մեր սրտերը բաց լինեն։ Հիսուսն էլ ասեց, թույլ տվեք դրան, ինչու եք նեղություն տալիս, դա մի բարի բան գործեց ինձ վրա։ Մեր զոհերը դա բարի է, թե բարի չի, Տիրոջ տան համար, Տիրոջ գործի համար, բարի է, որովհետև գումարները գնվում են ավետարանչության համար ու Տիրոջ տան այս ծախսերի համար։ Մենք նույնիսկ նոր շենք ենք սկսելու կառուցել եւ այս ամեն ինչը Տիրոջ համար բարի գործ է։ Որովհետև ամեն ժամանակ աղքատներին ձեզ հետ ունեք եւ երբ որ կամենաք կարող եք նրանց բարիք անել, բայց ինձ ամեն ժամանակ ձեզ հետ չունեք։ Կա ամեն ինչի ժամանակ, կա աղքատներին տալու ժամանակ, կա Տիրոջ տանը բերելու ժամանակ։ Ու ինչ որ ուներ արավ առաջուց իմ մարմինն օծես թաղման համար, ճշմարիտ ասում եմ ձեզ, ուր որ այս ավետարանը քարոզվի, բոլոր աշխարհի մեջ դրա հիշատակի համար նա էլ կխոսվի, որ դա արավ։ Սիրելի եկեղեցի, քո լումաներն, ընծաները, որ բերում ես տասանորդները Տիրոջ տուն, դա հիշվում է Տիրոջ առաջին, ոչինչ չի մոռացվում, որովհետև Տերը բարի է, նա չի վերցնում, նա կողոպտող չի ընդհակառակը, որ մեկը տալիս ես ինքն ասում է 30, 60, 100 պատիկը պիտի հնձես։ Հիսուսյանով թող այդ յուղը, այդ ֆինանսները, ընծաները, որ բերել ես Տիրոջ տուն, թող թափվի Տիրոջ ոտքերի առաջ
ու այն անուշ բուրմունք բարձրանա որպես զոհ Տիրոջը, որովհետև երբ այս կինը այդ թանկագին նարդոսի յուղը կոտրեց ու թափեց Հիսուսի ոտքերի վրա, գրված է ամբողջ տունը անուշ բույրով լցվեց։ Թող քո զոհը խոսա Տիրոջ առաջին ու Տիրոջ տունը անուշ բուրմունքով լցվի Հիսուսի անունով։ Տերը օրհնի բոլորի զոհերը։ Ամեն։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք խաչիդ համար, որ դու հոժարությամբ գնացիր խաչին, հոժար եղար, մեռնես, տանջվես, խայտառակ լինես և մեր ամոթը քո վրա վերցնես։ Շնորհակալ ենք, Տեր, որովհետև մենք գիտենք քո խոսքից, որ դու ասեցիր, ես ինքնակամ եմ դա անում, ոչ ոք իմ կյանքը ինձանից չի վերցնում, այլ ես իշխանություն ունեմ իմ կյանքը դնելու և իշխանություն ունեմ այն վերցնելու։ Եվ դու քո կյանքը ցանեցիր մեզ համար, Տեր։ Եվ դու եղար առաջին սերմը, որից հետո մենք բոլորս, Տեր, սերմեր եղանք։ Դու մեռար և հարություն առար մեր մեղքերի համար։ Տեր, շնորհակալ ենք քո մեծ աշխատանքի համար։ Օրհնում ու մեծարում ենք քեզ, Տեր։ Շնորհակալ ենք, որ դու քո անձը չթողեցիր գերեզմանում։ Շնորհակալ ենք, Հայր, որ դու չթողեցիր Հիսուսին գերեզմանում, այլ հարություն տվեցիր քո փառքով և քո զորությամբ, և գերեզմանը դատարկ է, որովհետև Հիսուսը հարություն առավ, և օրհնյալ լինի մեր Տիրոջ հարությունը, հավիտյանս հավիտենից, ամեն, ամեն։ Իրենց գերեզմանը դատարկ էր, որովհետև Տերը հարություն առավ։ Այսպիսով, մեր Տերը հարություն առել։ Այ օրհնյալ լինի մեր Տիրոջ հարությունը, ամեն։ Փառք Հիսուսի, եք ծափարենք նրան, արժանի է։ Մեր Տեր արժանա, փառք նրան, հալելույա Տեր, շնորհակալ ենք։ Օրհնում եմ քեզ, ողջունում եմ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, կարող ես նստել Տիրոջ ներկայության մեջ, շնորհակալություն փառաբանության թիմին։ Այսօր հրաշալի օր է։ Եվ գիտես, սա մարդկության պատմության համար ամենակարևոր օրերից մեկն է։ Ես կասեմ, ամենակարևորն է։ Ճիշտ է, մենք սիրում ենք Սուրբ Ծնունդը, մենք սիրում ենք նշենք Նոր տարին, Քրիստոսի ծնունդը, բայց եթե հարությունը չլիներ, ամեն բան զուր էր լինելու։ Ամեն բան զուր կլիներ, որովհետև գիտես, ինչ օգուտ, եթե այդ ամբողջ ճանապարհը նա անցներ, Հիսուս անցներ, բայց հարություն չառներ, մահը չէր խափանվելու։ Ամեն։ Ամենամեծ բանը սա էր, նա մահը խափանեց, գերեզմանը դատարկ էր։ Մենք այսօր կունենանք հրաշալի օր, ես պատգամ կունենամ, մաքսիմում կփորձեմ կարճ պատգամ ունենալ, որովհետև այսօր վերջում կունենանք Սուրբ հաղորդություն։ Ես 2 շաբաթ այստեղ չէի, հետարքի ժամանակ ունեցա Միջին Ասիայում, միսիայի էի գնացել Հովիվ Արթուրի մեր թիմի հետ միասին Ամերիկայի։ 3 երկրներով անցանք Միջին Ասիայի, շատ բաներ տեսա, շատ հրաշալի ձևով Տերը օգտագործում էր։ Գիտես, հետարքիր մի բան, Աստված չգիտեմ ինչու, ես այս միտքը լսել էի Շևչենկոից, ասում Աստված ուրիշ ձև օգտագործում։ Դե այդպես է, ես չգիտեմ խի է այդպես, բայց այդպես է։ Հետարքիր ձև էր օգտագործում, բաներ սովորեցի, բաներ փոխանցեցի Տիրոջ շնորհքով։ Ես գիտես մի բան էի նայում եւ ուրախանում եմ, որ ես մի բան տեսա եւ մի բանի համար ուրախացա, որ մենք մի մեծ ընտանիք ենք։ Մեծ, ամբողջ աշխարհով մենք մի մեծ ընտանիք ենք, որովհետև ունենք մեկ Հայր, ունենք մեկ Տեր եւ ունենք Սուրբ Հոգին, որը մեր մեջ է։ Փառք Հիսուսին։ Այսպիսով, այսօրվա պատգամը ես այսպես եմ վերնագրել. մահ ուր է քո խայթոցը։ Գիտես, որովհետև մահը ուներ խայթոց։ Դու կասես հիմա չունի, հիմա էլ ունի, բայց դա ժամանակի հարց է։ Որովհետև մենք կարդում ենք Կորինթացիների նամակի մեջ գրված է, որ Կորինթացիների 15:55 ով մահ, ուր է քո խայթոցը, գերեզման ուր է քո հաղթությունը, հաղթանակը։ Գիտես, այսօր մարգությունը, այս օրերի մեջ, այս ամսվա մեջ ամեն երկրում մի օր դա տոնվում, նշվում, իրար բարի լուր են, չի հավետում։
Հիսուս հարյաֆի մեռելուց եւ պատասխանը գալիս է։ Օրհնյալի հարությունը Քրիստոսի, սա հրաշալի է։ Ոմանք հասկանալով են անում, ոմանք չհասկանալով, ոմանք հասկանալով են սա ասում, ոմանք չեն հասկանում։ Ուղղակի մեր բանը պիտի ասենք։ Դες այն որ Հիսուսը հարություն արել, սա փաստ է։ Եվ սա ամենակարևոր օրն ամբողջ մարդկության պատմության մեջ։ Սեղան են գցում, սա նույնպես հրաշալի է, տոնում են մեր Տիրոջ հարությունը։ Փլավ եւ ձուկ եւ խոտեր, չգիտեմ, տարբեր ձևերի, այդ ամեն ինչը լավ է, փառք Հիսուսին, լավ է, բայց ամեն ինչի մեջ պիտի նույնպես ամենակարևորը սա իմաստն է։ Ամեն։ Այսպիսով մահ ուր է քո խայթոցը։ Մեկը կարող է արդարացի հարց մի ինչեցնել, ոնց հիմա խեն մարդիկ մահանում։ Եթե մահը պարտված է, բա մարդիկ ինչու են մահանում, որ մահը Տերը հաղթեց։ Եթե Տերը հաղթել է մահը, բա մարդիկ խեն մահանում։ Գիտես բարի լուրը նրանում է, որ եթե մեռնեմ, էլ կապրեմ։ Բարի լուրը սրանում է, եթե մարդը մեռնում է, սա վերջը չի, սա վերջի ինստանցիան չի։ Սա վերջի կանգառը չի։ Ես հիշում եմ նախկինում Իշխոր Քրիստոսին կճանաչի եւ ասուն կգայի, ես սարսափում եի այդ մահ բառից։ Երիտասարդը ասում է լավ ապրեմ իջև 70-80 տարի, հետո ինձ սպանում էր, այդ անորոշություն էր։ Բայց հիմա դուք ասես ուրախ ես որ մահանալու ես, գիտես տուն են գնալու։ Գիտես երբ որ Միջին Ասիայում ծառայում ես օրերի մեջ, ես մի բան եմ ասում եի սիրելի քույրեր, եղբայրներ, սիրելի ընտանիք, ես չգիտեմ, իրականում չգիտեմ, կտեսնվենք մենք այսուհետ թե չէ, ես չգիտեմ։ Մենք այս կյանքում իրար կհանդիպենք թե չէ, ես չգիտեմ։ Բայց ես մի բան եմ աղոթում եւ Տիրոջը խնդրում, որ մենք բոլորով տանը հանդիպենք։ Ես երեք շարաչորը հրաշալի հանդիպում ունեցա այնտեղի երիտասարդների հետ Ղազախստանի, ասում գիտես, այն ինչ որ ունենք մենք պիտի պահենք։ Ու պատկերացնում ես, ասում եմ մենք հետո երկնքում հանդիպենք, այսինքն էլի նստենք ու հիշենք այս հրաշալի մեր օրերը։ Սա հրաշալի է, որ մենք ունենք հույս։ Սա հրաշալի է։ Կամ գերեզման ուրա քո հաղթանակը։ Կարա արդարացի հարց է այստեղ հնչի։ Եթե գերեզմանը պարտված է, բա ինչու են մեռելները միջև հիմա գերեզմաններում։ Սեներս այս բոլորը ժամանակավոր է։ Այս ամեն ինչը ժամանակի հարց է, որովհետև Հիսուսը հաղթել է մահը, եւ նա առաջինն է, առաջնեկն էր, որը հարություն առավ։ Գիտես որ մահը հաղթեց Հիսուսը, այն եդեմական պարտեզում ծնած մահը հաղթեց։ Տեսեք, Աստված ասել է, չէ՞ որ չուտեք այս պտուղից, որովհետև կմահանաք։ Կերան մահացան անմիջապես, չէ։ Հետո մահը եկավ, հենց այդ հետոյի մահը հաղթեց Հիսուսը։ Այդ հոգու մահը հաղթեց Հիսուսը։ Որովհետև ինչ տեղի ունեցավ, երբ որ մարդը կերավ, մահը եկավ, մահը նշանակում է բաժանում, բաժանվեցին մարդը Աստծուց։ Եվ հետո եկավ դարեր ապրեց Ադամը եւ հետո արդեն ֆիզիկական մահացավ։ Այդ երկու մահերը Հիսուսը հաղթեց։ Այո, անմիջապես մենք դա կարողա չտեսնենք, բայց ճշմարտությունը նրանում է, որ Հիսուսը դա հաղթել է եւ նա գերեզմանից դուրս է եկել, նա դատարկ էր այդ գերեզմանը։ Գիտես, ամեն բան սկսվեց պարտեզից։ Եդեմական պարտեզից։ Եվ ամեն բան էլ պիտի ավարտվեր պարտեզում, Գեթսեմանի պարտեզում։ Ես այսօր ուզում եմ մի փոքր զուգահեռներ անցկացնեմ երկու պարտեզների միջև, Եդեմական եւ Գեթսեմանի պարտեզների միջև։ Առաջին մարդու Ադամի չհնազանդվելով մահը եկավ։ Առաջի Ադամը, առաջի մարդը չհնազանդվեց Աստծուն եւ մահը մտավ։ Երկրորդ Ադամի Հիսուս Քրիստոսի հնազանդությամբ կյանքը եկավ։ Կա երկու Ադամ։ Առաջի Ադամը Տերն է երկնքից, երկրորդ Ադամը, երևություն առաջի Ադամը հողից է, մարդն է հողից, երկրորդ Ադամը Տերն է երկնքից։ Եվ ինչպես որ հիմա կրում ենք առաջի Ադամի պատկերը, միս, արյուն, մահանում ենք, հող ենք դառնում,
այդպես է մենք կրելու ենք երկրորդ Ադամի, Հիսուս Քրիստոսի պատկերը, դու գիտես դա որն է, դա անապական մարմինն է, որով մենք հարություն ենք առնելու։ Ամեն բան սկսվեց պարտեզից, Եդեմական պարտեզից, որտեղ մահը, որտեղ որ մարդը ապրում էր առանց մահի, որտեղ որ մարդը ապրում էր երջանիկ Աստծո հետ, որտեղ որ մարդը ապրում էր եւ Աստծո հետ էր վարվում, Աստծո հետ էր քայլում, եւ ամեն բան պիտի ավարտվեր հենց պարտեզում եւ Գեթսեմանի պարտեզում։ Գիտես, երբ որ Ադամը մեղք էր գործում, Աստված ներկա չէր։ Երբ որ Ադամը մեղք էր գործում, նա մերկ էր։ Սրա համար Հիսուս Քրիստոսը, երբ որ հաղթում էր մահը խաչի վրա, նրան մերկացրեցին ամբողջությամբ։ Սրա համար է, որ կանանց չէին թողում մոտենային խաչին, որովհետև տղամարդկանց, երբ որ խաչում էին, մերկացնում էին։ Ես ուզում եմ զուգահեռների մեջ մենք հասկանանք ինչ մեծ Աստծո ծրագիրը։ Երբ որ առաջին մարդն էր մեղք գործում Ադամը, նա մենակ էր եւ մերկ էր։ Երկրորդ Ադամը, երբ որ հաղթում էր մահը, հաղթում էր մեղքը, հաղթում էր եւ կյանք պիտի բերեր, նա մերկ էր եւ սրա համար արեց այս աղոթքը. Էլա, Էլա, լամա սաբակթանի, Աստված իմ, ինչու ինձ թողեցիր, որովհետեւ մարդը միայնակ մեղքը գործեց։ Մարդը միայնակ պարտվեց մեղքին եւ մարդն էլ պիտի վերականգներ ու հաղթեր մեղքը։ Ոչ մի բան հենց այնպես չի արվել։ Մեղքից հետո Աստված Ադամին ասաց, որ նեղությամբ եւ քրտինքով աշխատես եւ հաց ուտես։ Եվ Հիսուսն էլ սա իր վրա վերցրեց։ Հիսուսը 30 տարի իր քրտինքով հաց հավաստակել։ Նա հյուսն է եղել։ Եվ այս նեղություններն էլ ինքն իր վրա վերցրեց։ Հետո Աստված ասեց, որ երկիրը փուշ եւ տատաս կաճեցնի։ Սա նեղություններ ու անեծքներ, որի պատճառով եկավ մեղքի պատճառով եկավ աշխարհ։ Փուշ, տատասք, նեղություն, սա մեղքի վարձքներ։ Եվ այս ամենը Հիսուսը իր վրա վերցրեց, որպեսզի մեզ ազատի։ Փշեպսակը։ Գիտես, երբ որ նրա գլխի վրա փշեպսակը դրեցին, սա այդ նեղության պսակն էր, որ նա իր վրա վերցրեց։ Եվ նա փոխարինեց, մենք երգում ենք մի քիչ առաջ, նա փոխարինեց թագավորական թագը փշեպսակով։ Նա թողնեց այդ թագավորական դիրքը, որովհետև Պողոս առաքյալ ասում է, որ թող որ ամեն մեկս մեզանից այս իր մեջ մտածի, ամեն մեկս խորի սրա մասին, որ նա Աստծուն հավասարիները հափշտակություն չհամարեց, այլ իր անձը ունայնացրեց, նա թողեց այդ ամենը թագավորական դիրքը, նա թողեց այդ իր հարստությունը, փառքը եւ իջավ մարդու կերպարանք առավ, մարդու պես ապրեց, մարդու պես եղավ եւ խոնարհվեց միջև մահ, այն էլ խայտառակ մահ։ Դա խայտառակ մահ էր, արժան չէր նա մահվան, բայց նա վերցրեց դա։ Նա վերցրեց խաչը եւ գնաց այդ խայտառակ ճանապարհով։ Գիտես, ճանապարհը խայտառակ էր, որովհետեւ այդ ճանապարհի վրա չկան ծափարություններ։ Գիտես, նա մի աղոթք արեց, ասում է հիմա ժամանակն է, որ մարդի որդին փառավորվի։ Այսօր մեր համար փառավորվելը ո՞րն է, որ մենք ծափ ենք տալիս ինչ որ մեկին, հա։ Շնորհակալություն ենք ասում, նա հայտնի է դառնում, սա փառավորվել է։ Բայց դրա համար փառավորվելը դա խաչը վերցնելն է։ Նրա վրա թքում էին, նրան անարգում էին, նրան առ էին համարում, այդ ճանապարհը դժվար են անցնում։ Այդ Գողգոթայի ճանապարհը դժվար անցանելի է։ Այն մենակ են անցնում, դժվար են անցնում։ Եվ այդ ճանապարհի վրա չկան ավացյաններ, գովեստի խոսքեր, այլ միայն անեծք, անարգանք։ Եվ նա ինքնական վերցրեց եւ խաչը գնաց։ Ինչու փայտ։ Ինչու խաչից կախվածը պիտի մեզ ազատեր մահից, որովհետեւ ամեն բան սկսվեց փայտից։ Որովհետեւ այդ պտուղը, որից որ
կերան Ադամը եւ Եվան փայտի վրա էր, ծառից էր։ Եվ սրա համար էր պետք, որ գիտես նա փայտից կախվեր, որովհետեւ փայտից փոկվեց այն պտուղը անհնազանդության արդյունքում եւ նա կերավ եւ նրանք կերան եւ մահը եկավ։ Սրա համար փայտից կախվածը մահը խափանեց, մահը հաղթեց։ Գիտես, երբ որ նա հաղթեց խաչի վրա մեղքը, սա միայն մեղքն էր հաղթված եւ նա իր մեղքերով գնաց դժոխք։ Այսօր կկարդանք այդ տեղերը։ Գիտես, երբ Հիսուսը խաչի վրա էր, նա տանջված եւ տառապած էր, նա տխուր էր ժողովրդի համար, ազգի համար, նա մենակ էր ու տխուր էր, նա սիրտը տխուր էր։ Այդպես էլ առաջին Ադամը գրված է եւ Ադամը մենակ էր եւ մի օգնական չկար նրա համար հարմար։ Կա երկու Ադամ, Հիսուսը եւ Ադամը։ Եվ ինչպես որ Ադամն էր տխուր եւ նրան օգնական հարմար չկար, այդպես էր Հիսուսը խաչի վրա նա մենակ էր եւ պետք էր մարմին, եկեղեցի։ Եվ ինչպես որ Ադամը քնեց եւ նրա կողքից դուրս եկավ Եվան, այդպես էր Հիսուս, երբ որ խաչի վրա ննջեց, նրա կողքը խոցեցին գեղարդով եւ ծնվեց եկեղեցի նրա կողքից։ Ոչ մի բան պատահական չի։ Ոչ մի բան պատահական չարվեց։ Գրված է եկեղեցին եկավ արյունով եւ ջրով։ Հովհաննեսի նամակի մեջ, որովհետեւ առաջի Ադամի համար երբ որ պիտի օգնական ստեղծվեր, Աստված նրան քնեցրեց եւ իր կողքից ոսկորը հանեց եւ կինը ստեղծեց, օգնականին ստեղծեց։ Այդպես էլ երկրորդ Ադամը, երբ որ ննջեց խաչի վրա, նրա կողքը գեղարդով խոցեցին եւ եկեղեցին ծնվեց այդ ժամանակ։ Եվ երբ Հիսուսը մահացավ, նա գնաց դժոխք, բայց ուր պիտի գնար։ Ողջ աշխարհի մեղքը նրա վրա էր, բայց ուր պիտի գնար։ Գիտես, Հիսուսի խաչը դա զրոյական կետն է։ Անցյալի բոլոր մեղքերը նա իր վրա վերցրեց եւ ապագայի բոլոր մեղքերը նա իր վրա վերցրեց։ Դու պատկերացնում ես մեղքերի ծանրությունն ու բեռը։ Եվ սրա համար էր նա ագնապում Գեթսեմանի պարտեզում, երբ որ նա աղոթում էր, ասում էր. «Հայր, եթե կարելի այս բաժակը թող անցնի ինձանից», շատ դառը, շատ ծանր մեղքի բարկության բաժակն էր այդտեղ, որը նա պիտի խմեր։ Որովհետև նա պիտի որոշ ժամանակով բաժանվեր հորից։ Եվ Հիսուսը մահացավ եւ գնաց դժոխք, բայց ուր պիտի գնար։ Պետրոս 3:18 Որովհետև Քրիստոսը մեկ ընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար, մի արդար անարդարների համար, որպեսզի մեզ Աստծուն մոտեցնի, թեև նա մարմնով մեռավ, հոգին սակայն նրան կենդանացրեց, որով եւ գնաց բանտում եղող հոգիներին էլ քարոզեց, որոնք մի ժամանակ ամստաբել էին, երբ Աստծո համբերությունը երկարաձգվում էր այն օրերին, երբ Նոյը կառուցում էր տապանը, քչեն այս ժամանակ փրկվեցին 8 հոգի։ Գիտես, երբ որ նա մահացավ, նա թեև մարմնով մահացավ, բայց հոգին, նա հոգով իջավ դժոխք եւ այնտեղ քարոզեց մեռելներին, ովքեր որ անհնազանդ էին Աստծուն։ Եփեսացիների 4:9 Ինչ է նշանակում ելավ, եթե ոչ որ նախ երկրի ստորին կողմերը իջավ։ Եվ հետո գրված է գերիներ գերև արեց երկինք։ Նա դժոխքի դռները քանդեց, խայտառակեց սատանային, մերկացրեց նրան։ Գիտես, առաջին մարդը Ադամը ուներ իշխանություն միայն երկրի վրա, բայց երկրորդ մարդը Հիսուսը իշխանությունը վերցրեց թե երկրի, թե երկնքի վրա եւ տվեց եկեղեցուն։ Գրված է ողջ իշխանությունը ինձ ա տրված։ Երկնքում եւ երկրի վրա, ուրեմն գնացեք։ Եկեղեցի մենք սրա համար գիտես ինչքան պիտի ցնծանք եւ ուրախանանք, որ ողջ իշխանությունը Հիսուսը վերցրեց, խլեց։ Այն իշխանությունը, որ սատանան գողացել էր Ադամից, նա վերցրեց եւ տվեց եկեղեցուն։
Այ ողջ իշխանությունը ինձ ա տրված, ուրեմն գնացեք, աշխարհով մեկ ավետարան քարոզեք, եւ դա գործում է։ Երբ որ գնում ես ու քարոզում ես, դա գործում է։ Երբ որ գնում ես ու պատում ես, դա գործում է։ Դու կարող ես հարցրես, բա որ չլսեն, իսկ բա որ լսեն։ Դու կասես, բա որ խայտարակեն, իսկ բա որ չխայտարակեն։ Կամ ինչու ես դու վախենում քո անձի համար այսքան։ Հիսուս ասեց, ինձ լսեցին, ձեզ էլ կլսեն։ Ինչ չլսեցին, ձեզ էլ չեն լսի։ Բարի լուր է, չէ՞։ Ինչ չլսեցին, ձեզ էլ չեն լսի։ Գիտես, մենք չպիտի վախենանք այդ տառապանքի դժվարություններից։ Հարց եմ ուզում տամ, ով է հիմա դժվար ժամանակ անցնում։ Ում համար է շատ դժվար ժամանակներ։ Բայց խորհուրդ տամ, անցի այ մարդ։ Անցի։ Գիտես ինչ է նշանակում զատիկ։ Անց կեցավ։ Փեսախ։ Անց կեցավ։ Գիտես, մենք ունենք հիմնականում երկու տարբերակ, կամ, չէ, մարդիկ սենց են։ Իսրայելի ժողովուրդը զատիկը կատարեց, Եգիպտոսից փախան, եկան եւ հանդիպեցին Կարմիր ծովին։ Եվ երկու տարբերակ, կամ Եգիպտացիները գալիս են մեզ այստեղ սպանում են, կամ տանում են Եգիպտոս, էլի սպանում են։ Կամ, չէ։ Բայց ասված երրորդ տարբերակն ուներ։ Անցեք։ Ես եթե դու հիմա եկի հասել ես մի ծովի եզրին, որը ասում ես կամ, ինչ ունես քո ձեռքում հիմա։ Ինչ ունես։ Խոսք, գավազան, խոսք, իշխանություն, մեկնի։ Աստված ասեց, ինչու ես ինձ աղաղակում, ես չեմ հասկանում։ Որն է քո աղաղակելու իմաստը։ Ինչ կա քո ձեռքում։ Գավազան, նախկինում աշխատել այդ գավազանը, հա? Նախկինում այդ գավազանը օծ դարավ, կերա մնացած օծերին։ Նախկինում այդ գավազանով խփեց ջրի մեջ եւ ջուրը ինչ արյունի վերածվեց, աշխատում էր նախկինում։ Բա խի ես հիմա տրտնջում, բա խի ես հիմա լացում, խի ես հիմա բողոքում, խի ես հիմա դու աղաղակում։ Այդ նույն գավազանն է, բան չի փոխվել։ Նախկինում աշխատել է խոսքդ, հա? Իշխանությամբ, երբ որ աղոթել ես, աշխատել է գավազանը, հա? Բա խի ենք տրտնջում, խի ենք մտածում, որ վերջ, այս մեր ազնիվ ցեղը սենց կորեց ու կորավ ու գնաց, հա? Աստված ունի երրորդ տարբերակը, Աստված ունի չորրորդ տարբերակը, Աստված ունի հինգերորդ տարբերակը, Աստծո մոտ տարբերակները շատ են, այդ մենք ենք սահմանափակում Աստծուն, կամ Եգիպտացիները մեզ այստեղ են սպանում, կամ տանում են այնտեղ են սպանում, բայց Աստծո ծրագրերի մեջ դա չէր մտնում, սրա համար, եթե դու նեղություն ես անցնում, անցի, կանցնես, մեկ անցնելու ես, կանգ չառնես, լսում ես, եթե կայնեցիր, լավ չի լինելու, ջուրը հենց կայնում է, փտում է, հենց կայնեցիր, փտելու է, ես չասեցի, ես միտք եմ տալիս, հենց ջուրը կայնում է, մենք չպետք է կանգ առնենք, մի երիտասարդ ինձ հարց է տալիս, երեք շարաչ որ ասում է, ես արդեն ամաչում եմ, նույն բանի մեջ եմ անընդհատ ընկնում, հետո էլի Աստծո առաջ ամաչում եմ կանգնեմ էլի, ասում լսի, եթե նույնիսկ ընկած ես, մի համաձայնի հետ ընկած վիճակի, ճանգրի, խփի, վեր կաց, բայց երբ որ դու ընկած ես ու ասում ես հարմարվեցի, էս էլ իմն է, էս էլ իմ մեղքն է, վերջը եկավ ուրեմն, որովհետև ով որ այս աշխարհին բարեկամ է, Աստծուն թշնամի է, քանի դեռ այդ մեղքը քո համար բարեկամ չի, նա քո թշնամին է, դու պարտված չես, միգուցե ընկած ես, բայց դու Աստծո ընկերն ես, բայց հենց ասում ես, էս էլ իմն է, թե ես էլ սենց եմ, ինձ էլ սենց ընդունեք, էս էլ իմ գույնն է, էս էլ իմ առավելությունն է, չէ, չեղավը տենց։
Գիտես Հիսուսը չգնաց դժոխք որպես պարտվածի մեկը։ Հիսուսը չգնաց դժոխք որպեսի տանջվի, այլ Հիսուսը գնաց դժոխք որպես հաղթող։ Սա է բարի լուրը։ Հիսուսը չգնաց դժոխք որ տանջվի այնտեղ, այլ Հիսուսը գնաց դժոխք որպես հաղթող։ Այս սա է բարի լուրը։ Նա այնտեղ հրճակեց իր արդարությունը։ Իսկ մահ հրճակեց պարտված։ Որովհետև ասում եմ մահ ուրա քո խայթոցը։ Ես հիմա գերեզմանում եմ, ես հիմա հաղթելու եմ քեզ, ու նա հարություն առավ մեռելներից։ Այնտեղ նա հրճակեց իր արդարությունը, իսկ մահը հրճակեց պարտված։ Իսկ գերիներին հրճակեց ազատագրված։ Եվ նա չի չավ այնտեղ տանջվելու համար։ Նա չի չավ այնտեղ տառապելու համար, այլ նա իջավ դժոխքը հաղթելու համար։ Սա է բարի լուրը։ Իսկ այդ հարությունից հետո արդեն քարը գլորված է։ Էլ չկա այդ ծանր բեռը, որ բաժանում է մարդուն Աստծուց, չկա, դա վերցված է։ Դա մի ծանր մեծ քար էր, որը որ բաժանում էր մարդուն Աստծուց։ Այդ քարը գլորված է։ Իսկ հետո առաջի հանդիպումը։ Առաջի հանդիպումը մարդու եւ Տիրոջ հետ։ Գեթսեմանի պարտեզում Մարիամի եւ Հիսուսի հետ։ Փառաբանության թիմը կարա գա արդեն։ Ես խոստացրել չէ որ կարճ եմ լինելու։ Իսկ հետո առաջի հանդիպումը Հիսուսի եւ Մագդաղենացու հետ։ Մագդաղենացու այն մեկի, այն շնացողի, ում ուզում են քարկոծեին։ Գիտես, սա ուղղակի հանդիպում չէր, սա Աստծո եւ մեր հանդիպումներ։ Մենք բոլորս էլ արժան ենք քարկոծվելու։ Մենք բոլորս էլ արժան ենք։ Ոչ ոքս արժան չէինք, եթե Տերը չարժանացներ։ Մեր մեջ որովհետև այնքան չար բաներ ապրում։ Չես հավատում, հրարի ոտը տրորեմ։ Գիտես, ոչ ոք արժան չէր, բայց Տերը արժանացրեց։ Ոչ ոքի մեջ բարի բան չկա, եթե Տիրոջից չի։ Ոչ ոքս արժան չէինք ապրելու, բայց Տերը արժանացրեց։ Մեկ անգամ Հիսուսին մոտեցան, ասեցին՝ «Բարի վարդապետ»։ Հիսուսի պատասխանը հիշում ես, ոչ ոք բարի չի։ Ոչ wokis մեջ բարի բան չկա։ Եթե Աստծուց չի այդ բարի բանը։ Գիտես, սա այն Մագդաղենացին էր, ում քաշ էին տալիս, որպեսի քարկոծեին։ Ում քաշ էին տալի, տանում էին, եւ նա ուներ տարբերակ, կամ մեռնում եմ, կամ մեռնում եմ։ Իսկ Հիսուսը տվեց երրորդ տարբերակը, ոչ։ Նրանք քաշ էին տալիս, հիշում ես մի թեմա ես քարոզեցի, բարև երջանկություն։ Նրանք քաշ էին տալիս իր ամենաերջանիկ օրվա մեջ։ Պատկերացնում ես։ Մարիամը Մագդաղենացին, ով բռնվել է շնության մեջ։ Ով արժանի էր իրականում ըստ օրենքի նա պիտի քարկոծվեր։ Էլ ել չկար։ Բայց նա չեր կռահում անգամ, որ նրանք քաշ էին տալի դեպի իր երջանկությունը։ Քաշ էին տալիս։ Տանում էին, նա չէր ուզում։ Երբեմն մեզ այսպես, կյանքը քաշ է տալիս։ Քաշ տալով տանում է կյանքը, վերցնում է ու մենք չենք ուզում այնտեղ գնանք։ Նեղություն կա այնտեղ, տառապանք կա, անորոշություն կա, ուստ օրենքի մահ պիտի լինի։ Եվ մեզ այսպես կյանքը քաշ տալով տանում է, իսկ միգուցե դա իմ երջանիկ օրն է լինելու։ Եթե մեզ կյանքը քաշ է տալի դեպի Հիսուս Քրիստոսը, դա մեր երջանիկ օրն է։ Որովհետև գիտես, կյանքը կարա քաշ տանի եւ անդունդը գցի։ Բայց եթե քաշում է, գիտես, իսկ կյանքը քաշ էր տալիս, ես սա պատմել եմ տարիներ առաջ, երբ դեռ Հիսուսին չէի ճանաչում։ Եվ կյանքը ինձ քաշ էր տալիս, տանում էր անդունդը, բայց Հիսուսը ինձ հանդիպեց ճանապարհին։ Եվ ես Հիսուսին հանդիպեցի ճանապարհին, եւ դա եղավ իմ ամենաերջանիկ օրը։ Եվ եղավ Հիսուսի եւ Մարիամի առաջի հանդիպումը պարտեզում։ Այն Մարիամի, ով պիտի մահանար, ով արժանի էր մահվան։ Եվ սա
Աստծո եւ շնացող ազգի հանդիպումներ։ Որտեղ Հիսուս ասում էր, ես շնացող ազգ եմ։ Սա անհավատ եւ շնացող ազգ է։ Գիտես, բոլորս ենք դրա տակ եղել, բայց Տիրոջ ողորմությամբ, Տիրոջ շնորհքով, Տիրոջ առատ սիրո պատճառով մենք այդ ամենից դուրս եկանք։ Բայց էլ չկա մահ, թանկագիներս, չկա անեզք, չկա փուշ, չկա տատասկ, չկա բաժանում, նա հաղթեց, Հիսուսը հաղթեց։ Այսպիսով մահ, ուր է քո խայթոցը, գերեզման, ուր է քո հաղթանակը, պարտված է, մահը պարտված է Հիսուսի հարությամբ, գերեզմանը պարտված է Հիսուսի հարությամբ, որովհետև Հիսուսը հաղթեց, և մենք որպես նրա ժառանգորդներ, մենք որպես նրա կցորդներ, մենք որպես նրան հավատացող ժողովուրդ, մենք սա ժառանգել ենք, և սա մնացածը ժամանակի հարց է, թանկագիներս, ապրենք թե մեռնենք, Աստծունն ենք, միևնույն է բոլորս էլ ծնված օրվանից մահվան հերթի են կանգնած, մի օր հանդիպելու ենք նրան, նայելու ենք նրա աշկերի մեջ, և Տերը հաշիվա ուզելու, ինչ արեցիր են կյանքի հետ, որ ես քեզ տվեցի, որն էր, ինչպես դու վարվեցիր, արի ճիշտ վարվենք, սիրելի եկեղեցի, ճիշտ վարվենք, մեզ տրված ամեն օրվա համար, արի ճիշտ վարվենք, մեզ տրված ամեն մի վայրկյանի համար փառք տանք Աստծուն, գնահատիր այն ինչ որ դու ունես, գնահատիր որ կարողանում ես արթնանալ, գնահատիր որ ունես այն ինչ որ դու ունես, շատերը չունեն, երազում են, բայց չունեն, բայց դու ունես։ Ասիական երկրից եմ գալիս, այսպես հավաքվել է նրանց համար, գիտես ինչա, երջանկություն, որ երեխաներին կանչեցինք առաջ օրհնեցինք, չկա այդպիսի բան այնտեղ, երեխան իրավունք չունի խոսք լսի, գիտես մենք շատ բան ունենք, որի համար արժի գոհանալ Աստծուց, մենք այնքան բաներ ունենք, առողջ, կայացած եկեղեցի, ես բաներ էի տեսնում, իմ ուղեղի մեջ չէր տեղավորվում դա, հետո կամաց կհիշեմ, կպատմեմ այսօր այդ օրը չի, բայց երբեմն պետք է որ մի հատ գնաս ու դրսից նայես, ու գնահատես, ու փառք տաս Աստծուն, ասես Տեր ջան, ես ինչ լավ երկրում եմ ապրում ես, ես ինչ լավ ընտանիք ունեմ ես, ես ինչ լավ եկեղեցի ունեմ ես, ծառայողներ, եկեղեցի կար հովիվը, նվագում էր հովիվը, երգում էր հովիվը, քարոզում էր, Աստված իմ ողորմություն արա, սա ողբերգություն էր իմ համար, որպես հովիվ էին նայում, ասում եմ, աղոթում եմ, ասում եմ, պաստոր, աղոթում եմ, որ թիմ բարձանա քո կողքին, ուրիշ հրաշալ եկեղեցիներ տեսանք, հրաշալի, ուժեղ, այնտեղից էլ բան վերցրեցի, սովորեցի, բայց ամեն դեպքում, գիտես, արժի գոհանալ Աստծուց, արժի Աստծուն ասել, Տեր շնորհակալ եմ քեզ, շնորհակալ եմ այն ինչ որ ունեմ, և ինչ որ չունեմ դրա համար եմ շնորհակալ, Տերը երբեմն այո կարա կտրի ասի դա քեզ պետք չի, որովհետև հենց դա դու ստացար, դու վնասվելու ես, հենց ստացար հեռանալու ես, հենց ստացար մահը դա գալիս, համար ոչնել է սիրող հոր պատասխան, համար ինչ որ ունենք և ինչ որ չունենք, գոհանանք Աստծուց և սովորենք, իրականում սովորենք, Պողոս առաքյալ ասեց, սովորեցի նեղության մեջ, տառապանքի մեջ, առատություն և կարիք, սովորեցի ամեն բան կարող եմ, ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով, մենք սիրում ենք այս վերջի պահը վերցնենք ու հռչակենք, մտածենք հռչակելով դա այդպես է լինելու, ամեն բան կարող եմ ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով, բայց դրանից առաջ պայման կա, սովորեցի նեղություն, սովորեցի տառապանք, սովորեցի չարչարանք, սովորեցի առատություն, սովորեցի հիմա ամեն բան կարող եմ, հիմա կարող եմ, ավելի շատ հավանում եմ, ասում է Պողոս առաքյալը, ավելի շատ հավանում եմ, ուզում եմ իմ նեղություններով, իմ տկարությամբ պարծենալ,
Քանիս ենք մեր տկարությունով պարծենում։ Չէ՞ մենք ուզում ենք միշտ սուպերմեն երևանք, չէ՞։ Քանիս ենք մեր տկարություններով պարծենում, որ երբ որ տկար է Տեր դու զորացրեցիր։ Ինչպես որ ասեցի, գիտես, եթե դժվար պահ ես ապրում հիմա, անցի, կանգ մի առ, գնա, ով խոստում ունի Աստծուց, ով ունի խոստում։ Տեսնելու ես, հասնելու ես, ունենալու ես Հիսուս Քրիստոսի անունով, բայց ճանապարհին նեղություն կունենաս, բայց քաջ եղիր, Հիսուսը հաղթել է այդ նեղությունը։ Ճանապարհին փոթորիկ կտեսնես, բայց քաջ եղիր, Հիսուսը հաղթել է փոթորիկը։ Ճանապարհին օձը կկծի, ինչպես որ Պողոսին կծեց։ Քաջ եղիր, թափ տու նրան ու գնա առաջ։ Դու չգիտես դա սախի ես անցնում, դու չես հասկանում, բայց հետո հետ ես նայում, ասում ես, փաստորեն սրա համար։ Ես Պողոս Արաքյալը պիտի գնար Հռոմ ու քարոզեր, սա էլ ասեմ եւ աղոթենք։ Պողոս Արաքյալը պիտի գնար Հռոմ եւ մարգարեն եկավ Ագավ մարգարեն եկավ, վերցրեց կապեց ձեռքերը, ոտքերը ասեց, այսպես տանելու են եւ մատնենք քեզ։ Խնդրում եմ մի գնա, աղաչում են, ասես մի սիրտը թուլացրեք։ Մեռնեմ թե ապրեմ, Հիսուսինն եմ ես, մի թուլացրեք ինձ։ Կարա չէ Պողոս ասեր, ահա մարգարետ է տեր, մարգարետ է, չէ։ Ինքն ինձ զգուշացնում է, չեմ գնում ես այնտեղ։ Գիտես թույլ մարդ այդպես կանի։ Ասի կակրած առիթ է, այլխի գնա մեռնեմ։ Մարգարետ ասում է կգնաս կմեռնես, ու ինքն էլ ասում է մի գնա։ Չէ՞։ Հասկանում ես ինձ։ Առիթ է, չի ասես, չէ, ես չեմ գնալու այդ նեղություններին։ Հրաշալի առիթ է։ Բայց ասես մի թուլացեք իմ սիրտը, որովհետև ես մեռնեմ, թե ապրեմ Հիսուսինն եմ։ Եվ գնաց եւ ճանապարհին փոթորիկ նավը կործանվեց, կարար չի ասել վերջ, էսի նշան էր։ Մարգարեն ճիշտ էր։ Մատը մարգարեն այնտեղից ծափտր ասել, բա որ ասում էի մի գնա։ Հետո գնաց ընկավ մի կղզի, Միլետ կղզին էր կարծեմ։ Միլետ հարուսենով, մի խոսքով, կարևոր չի։ Եվ այնտեղ, գիտես, կրակ էին վառել և նա կարծես ճուղ է գցում կրակի մեջ և օձը խայթեց։ Գիտես, նեղություն ու տառապանք կտեսնենք ճանապարհին։ Եվ այդ կղզու գլխավորի հայրը բժշկվեց եւ այդ կղզին եկավ Աստծուն, հասկացար թե ինչ էր այդ տառապանքը նա տեսնում, որ մի ամբողջ կղզի պիտի փրկվեր, մի ամբողջ ժողովուրդ պիտի փրկվեր։ Հետո ասես Պողոս ջան, այ հիմա գնա մեռնելու։ Եվ նա գնաց, իրականում նրան սպանեցին Հռոմում։ Եվ մենք այսօր օրհնված ենք, չէ՞, նրա թղթերն ենք կարդում, նրա խորհուրդներին ենք հետևում, նրա ուսուցումն ենք լսում, փառք Հիսուսին։ Նա ցանվեց որպես սերմ, որովհետև նա մի բան ասեց, ինձ նմանվեք, որովհետև ես Քրիստոսին եմ նմանվում։ Նմանվենք Քրիստոսին, թանկագիներս։ Այսպիսով, ով մահ, ուր է քո խայթոցը, գերեզման, ուր է քո հաղթանակը։ Թե առաջինը, թե երկրորդը չունի իշխանություն քո վրա Հիսուս Քրիստոսի անունով։ Ու եթե մեռնես էլ դու կապրես, որովհետև Հիսուս ասեց, ես եկա որ կյանք ունենաք եւ ավելին ունենաք, եւ քաջացեք, ես հաղթել եմ մահը, ես հաղթել եմ գերեզմանը, ու քեզ ոչինչ չի պատահի, եթե քայլես անգամ այդ մահվան շուքի ձորով, քեզ չար բան չի պատահի, որովհետև ես իմ Աստծուր եմ հուսացած, բայց դրա համար պայման կա, որ Բարսալից ասկոցի տակ բնակվողը, պայման կա, Բարսալից ասկոցի տակ բնակվողը սիրելիս, ամենակարողի շուքի տակ է հանգստանում, որտեղ է իմ հանգիստը գնում այսօր, որտեղ եմ ես հանգստանում, որտեղ է իմ հանգիստը, եթե Հիսուս Քրիստոսի ծնկների վրա է իմ հանգիստը, ես իմ հանգիստը կգտնեմ, բայց եթե ինչպես որ հիշում ես մեկ անգամ խոսել եմ, եթե իմ հանգիստը Դալիլայի ծնկների վրա է, ես թուլացած եմ ուրեմն, եթե ես քնում եւ արտանում եմ Դալիլայի ծնկների վրա, այս աշխարհի սովորությունների եւ այլն, կոմպրոմիսի, Սամսոնը մեկ օր արտացավ, արդեն չկա ոչ մի բան։ Որտեղ նա ամեն ժամանակ հուսացած էր Աստծո ողորմության, սիրո դրսևորումների վրա, բայց դա էլ սպառվել գիտի։ Պայման կա Բարսալի ծածկոցի տակ բնակվողը,
ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Փառք մեր Տիրոջը։ Այսպիսով Հիսուս հարյավ իմերելոց։ Այո, օրհնյալ լինի նրա հարությունը, որովհետև նրա հարությամբ մենք կյանք ստացանք։ Նրա մահով մենք կյանք ստացանք։ Նրա խաչը այսօր բանալի է շատ կողպեկների համար, այսօր նրա խաչը պատասխան է շատ իրավիճակների համար, այսօր նրա արյունը շարունակում է բժշկել, շարունակում է բարեխոսել, այսօր նրա վերքերը մինչև այսօր բժշկություն են մեզ համար, բժշկություն Հիսուս Քրիստոսի անունով։ Փառք նրան հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Ամեն։ Ես խնդրեմ, որ ծառայողները բաժանեն հացը եւ գինին։ Մենք հաղորդություն կունենանք։ Միջև որ Հիսուսը կխաչվեր եւ կգնար այդ տառապանքներին, նա վերցրեց։ Դա տոն էր։ Եվ վերցրեց այդ օրը, բաղարժակերած տոնն էր սա, վերցրեց ու գողացավ։ Վերցրեց եւ ասեց՝ «Առեք, կերեք, սա է իմ մարմինը, որը ձեզ համար կոտրվում է, որը ձեզ համար տրվում է։ Առեք եւ կերեք։ Եվ սա թող լինի ձեր համար բժշկություն»։ Մենք պիտի գոհանանք այս մարմինի համար, որը որ կոտրվեց մեզ համար խաչի վրա։ Աղոթենք, երկնային Աստված, գոհանում ենք քո մարմնի համար, ինչպես որ գրված է, որ դու կիսեցիր եւ տվեցիր քո աշակերտներին եւ ասեցիր՝ «Առեք, կերեք, սա է իմ մարմինը, որը ձեզ համար է կոտրվում»։ Եվ վերցրեցիր բաժակը եւ ասեցիր՝ «Սա նոր ուխտի իմ արյունն է, որը թափվում է շատերիդ մեղքերի թողության համար։ Խմեք սրանից եւ իմ մահը հիշեք, իմ մահը պատմեք։ Տեր, սա նոր ուխտի արյունն է, որը որ թափվում է»։ Նախկինում թանկագիներս թափվում էր կենթանու արյուն։ Եվ այդ կենթանու արյունը զորություն ուներ միայն ժամանակավոր ծածկել մարդու մեղքերը։ Փոփոխությունը ժամանակավոր էր։ Ձյամպես գալիս մաքրում էր, ներողություն ծածկում էր, բայց չէր մաքրում։ Բայց ասեց՝ «Սա նոր ուխտի մարյունն է, այլևս չկա զոհ, այլևս չկա ոչ մի զվարակ, այլ ես իմ մարյունը թափելով հավիտյան ջնջում եմ ձեր մեղքերը»։ Եվ նա վերցրեց իր արյունը եւ գնաց, բարձրացավ սրբության սրբոց։ Գիտես, երբ որ Մարիամի եւ Հիսուսի հանդիպում եղավ Գեթսեմանի պարտեզում, Մարիամ ուզում էր դիպչեր Հիսուսին, Հիսուս ասեց՝ «Ինձ մի դիպչիր, որովհետև դեռ հորս մոտ չեմ եղել»։ Եվ հետո նա վերցրեց իր արյունը եւ տարավ սրբության սրբոց եւ ասեց՝ «Ահա հայր, սա իմ արյունն է»։ Եվ երբ որ դու կնայես իմ եկեղեցուն, երբ որ կնայես իմ ժողովրդին, այս այրան միջոցով նայի նրանց։ Եվ այս այրունը մինչ օրս բարեխոսում է։ Մինչ օրս մեր մեղքերի համար, յուրաքանչյուրիս համար։ Մինչև որ Մարիամը կգնար վերնատուն եւ կպատմեր եղբայրներին, Պետրոսին, որ Հիսուսը հարություն առել, Հիսուսը գնաց երկինք, սա արեց եւ եկավ ասեց՝ «Այ հիմա կպեք ինձ։ Բեր, թողմաս մատդ, բեր եւ մցրու։ Տես որ ես եմ։ Տես որ ես եմ»։ Եվ Երանի նրանով որ չտեսավ եւ հավատաց։ Թանկագիներս, այսօրը փառավոր օր է։ Թանկագիներս, այսօրը Տիրոջ հաղթանակի օրն է։ Այսօրը եկեղեցու հաղթանակի օրն է։ Այսօրը մենք հաղթեցինք դրա հետ միասին եւ դրա հետ միասին երկնքում նստած ենք։ Դրա հետ միասին հաղթած ենք, որովհետեւ նա հաղթեց եւ այդ հաղթանակը ժառանգություն թողեց մեզ։ Հալելույա։ Շնորհակալ ենք քեզ, Տեր։ Քոննա ողջ փառքը, պատիվը, Հիսուս, ողջ փառքն ու պատիվը միայն քեզ։ Աստված,
Մենք հիմա բոլորով միասիրտ, միաբերան քո առաջ կանգնած ապաշխարում ենք Տեր, ներողություն ենք խնդրում մեր բոլոր մեղքերի համար, մեր գործած բոլոր մեղքերի համար, մեր բոլոր սխալ դրդապատճառների համար։ Նախ Տեր օգնիր, որ ինքներս մեզ ներենք։ Հետո ներենք բոլոր նրանց, ովքեր որ մեր հանդեպ անարդարացի են վարվել, նեղացրել են, բամբասել են, սպանել են։ Մենք ներում ենք բոլոր նրանց, ովքեր չար են արել մեր հանդեպ, չար են եղել մեր հանդեպ, անարդարացի են եղել, կապ չունի որ տարիքում։ Սեր եկեղեցի ներիր քեզ քո մանկությունը, ների քո մանկությունը, ների քո ծնողներին, ների քո հորը, ների քո ամուսնուն, կնոջդ ների, երեխաներիդ ների սկեսուրիդ, զոքաջիդ սկեսրարիդ ների քո դպրոցական ընկերներին, ների քո ուսուցիչներին, ների բոլոր նրանց, ովքեր որ անարդարացի կամ քո կարծելով անարդարացի են վարվել եւ ցավացրել են։ Ների եկեղեցու անդամներին, ինձ ների, որովհետեւ տերունական աղոթքը ամփոփվեց այս խոսքերով, եթե ներեք կներվեք, իսկ եթե չներեք, Հայրն էլ չի ների ձեզ։ Հայր ներիր, այնպես ինչպես որ ես եմ ներում, ներիր Տեր։ Եվ ես արյունը, որը որ թափեցիր Տեր Հիսուս, թող որ մաքրի մեր խշմտանքը, թող որ զորացնի մեզ, թող որ գա մեր կյանքերի վրա, Հիսուս Քրիստոսի անունով, մենք օրհնում ենք քեզ, փառք քեզ Տեր, փառք քեզ Տեր, կարող եք ընդունել հաղորդությունը։ Մեծ օրհնություն, ուրախություն է նրա ճանաչելը, անքննելի են նրա գործերը և ուղիները, նրան է Փառք ես Տերս, փառք ես, շնորհակալ ենք, օրհնում, մեծարում ու երկրպագում ենք քեզ, որովհետև դու արժանի ես Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, հալելույա, ամեն։